Կաթիլային սիստեմն է։ Ֆերմեր Էդիկը ավարտեց ֆիզկուլտ ինստիտուտն ու այգի մտավ։ 13 տարում 10 հեկտար խաղող տնկեց։ Մի քանի տարի բերքը կարկուտին տվեց, բայց չկոտրվեց։ Արտահանում եմ խաղողը Ռուսաստան։ Տարեկան ինչքան։ Տարեկան մի 40-50 տոն։ Էնփարդը 4 մարզում կարգտապաշտպան 12 և կաթիլային ոռոգման 9 տարածք է հիմնել։ Ալաշկերտցի պարոն Էդիկի 5000 մետր հողակտորի վրա էլ ցանց են պատել, ապահովել կաթիլային համակարգով։ Նախատեսված է հիմնել ցուցադրական տնտեսություններ, որտեղ մենք կարող ենք մեր ֆերմերային տնտեսություններին ցուցադրել գյուղատնտեսության լավագույն փորձը աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Ցանցերը 10-12 տարվա կյանք ունեն ու կարկուտի դեմ 100% պաշտպանություն ընդգծում են մասնագետները։ Կաթիլային համակարգն էլ օրը 24 ժամ դաշտը խոնավ է պահում։ Գյուղնախարարությունում ելք են փնտրում մասսայականացնելու ծրագիրը։ Վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով կլինի պիլոտային ծրագիր աղետների մեղման նպատակով։ Ֆերմեր Էդիկը ոռոգման ու հակակարգտային ցանցի մի մասը ծրագրից, մի մասն էլ բանկից կօգտվի դաշտը կպաշտպանի, միայն տարին լավը լինի։ Օրվա քանի ժամն եք այս ցիլոյով, այս գլխարկով։ Առավոտանից իրիկուն ժամը 6-ից այս հողի մեջ ենք, մինչև իրիկուն ժամը 8-ը։ Վոլոդիա Հովսեփյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։